Այսօրվա երեկոն իսկապես սիրո խոստովանություն է, սիրելիներ։ Մենք հայերս ցավոք դեռ չենք սովորել սիրել իրար։ Եվ մեր բոլոր դժբախտությունները ու ցավերը հենց դրանից է։ Ես վերջապես հասկացա, որ ես պիտի առաջին հերթին կարողանամ ինձ սիրել, որ ինձ սիրեն։ Մի խոսքով, ես ձեզ սիրում եմ բոլորիդ, առանձին եւ միասին, եւ եկեք չհամաչենք խոստովանել մեր սերը։ Բարի երեկո, մեր շատ սիրելի Սուսաննա Գաբրելյանի արվեստի երկրպագուներ։ Տարիներ շարունակ ինձ բախտ է վիճակվել Սուսաննայի հետ ընկեր լինել, Սուսաննայի հետ բեմ դուրս գալ, ներկայացնել նրան բեմից եւ նույնիսկ հյուրախաղերին մեկնել։ Ես այժմ ուզում եմ կրկին տրամադրել բեմը մեր շատ սիրելի Սուսաննա Գաբրելյանին։ Պատտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, հեքիաթեր և հմայք, և անցիր խնդություն մշուշում վարդագույն, դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր արևոտ ժպիտով իմ հոգուն, սիրո խոսք և համբույր և խոստում, Արպեցեք այս անուշ համերքում, արդյոք մենք թե խոսքերն են ստում, արդյոք մենք թե աշխարհն է երգում, պատտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, կար հեռում երկիր թովչական, արև էր ոսկեղեն աշխարհում, շողացին, ժպտացին, էլ չկան պատրանքները սիրուն, Եվ թախից, և տրտունջ, և տանջանք, դու ես այն թե աշխարհն է լացում, խավարիր խապուսիկ աներջանք, հեռավոր օրերի հիացում, պատտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, հեռավոր աշխարհում, դու այն երգն ես կրկնում հեռավոր, ես սիրում եմ, դու ինչ ես սիրում, և հին են քո խոսքերը բոլոր, և այն վար սանդար ժամանակ, ծառուղին ամայի պուրակում, և գիշեր, և համբուր, և լուսնյակ, տաղտկալի, ձանձրալի պատմություն, պատտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, Արում են խելագար խնջույքում, ով կուզետո գաղտնիքն իմանա, ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս երգում։ Երեկ ես, այսօր դու, վաղը նա, պատտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել։ Այս կադրերը նայելուց ես միշտ հուզվում եմ, քանի որ երկու շատ հարազատ անձնավորություն կան այս կադրում, մեկը Սուսաննան է, մյուսն էլ տաղանդավոր կոմպոզիտոր, շատ սիրելի Գարի Ստեփանովիչ Այվազյանն է, ես խնդրում եմ նրան էլ ծափարություններ։ Ցավոք երկուսն էլ անժամանակ կյանքից հեռացան, բայց ինչպես տեսնում եք, իսկական արվեստը չի մեռնում։ Ես ուզում եմ այժմ բեմարտակ հրավիրել մի դերասանուհու, մի Ասմուն Քողի, որը նույնպես շատ բան է Եվ սովորել և Սուսաննայից և ճանաչել է նրան ծափարություններով դիմավորենք դերասանուհի Ասմուն Քող Լալա Մնացականյանին։ Ես Սուսաննա Գաբրելյանից մի դեպք եմ հիշում, ինքան իրեն բնորոշ, ինքը հիվանդ էր, զանգեց ինձ գնացի, պարկած էր, սրտի անհանգստություն ուներ, վերջը շատ վատ է, հիմա ասում են, Սուսան, արի բժիշկ կանչենք, ի վերջո վատ ես, չէ, ինձ բան չի լինի, վերջը համոզեցինք շտապօգնության մեքենան եկավ, մտավ, տեսավ Սուսաննան,
մի պահ կարկամեց, ամեն ինչ արեց, Սուսանին օգնեց, Սուսանը լավացավ, մեկ էլ ասաց, բժիշկ, ինչ անեմ էլի, ձեզ համար շատ շնորհակալ եմ, ասաց, կարտասան ես, հավատում եք, հիվանդ Սուսանը կենդանացավ։ Նենց մի անգամից, ու ես այդ ժամանակ հասկացա ինչ նշանակում դերասան, ինձ թվում է դերասանը, որ դեռ հələ չի մեռել, եթե մեռնելու պահին կանգնեց մեզ, ասես արի մի հատ բեմում խաղան, որ կմեռնի։ Ու Սուսաննա Գաբրիելյանը արտասանց երևի 1 ժամ, 1.5 ժամ արտասանում էր։ Ես Սուսանին ինչքան հիշեմ, ինչպես հիշեմ, ես Սուսանին հիշում եմ նստած անկողնու մեջ ու վերացած արտասանելիս այդպիսին։ Ես հիմա ուզում եմ մի քանի բան կարդամ Համո Սահյանից եւ վստահ եմ, որ Սուսանը հենց դրանք էլ կընտրեր, որովհետև արվեստագետի կռիվը ոչ թե աշխարհի հետ է, արվեստագետի կռիվը առաջին հերթին ինքը իր հետ է, որ հասնի ներդաշնակության։ Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, եւ չի պակասի աշխարհում ոչինչ։ Մի լույս կմարի 5-րդ հարկում, մի պահ կմտնեն աչքերը քո ջին, բայց հավքերն էլի հարավ կչվեն, մանուկներն էլի կխաղան բակում, կանաչներն էլի ցողով կթրջվեն, ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը 5-րդ հարկում, կժպտան մի պահ աչքերը քո ջինջ, իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, եւ չի պակասի աշխարհում ոչինչ։ Ինչ անեմ։ Աչքերս փակեմ անրջեմ ու բանամ նորից, հուշերս հավաքեմ մեկ-մեկ ու մտքով մանկանամ նորից, կորստի սարսափը հերքեմ, հույսերից շիկանամ նորից, հավատամ մարդուն աշխարհին մոլորված, չամանամ նորից, չգիտեմ, երբ եմ հասնելու, չգիտեմ ուր եմ հասնելու, ճամփա է, նստեմ այս քարին, շունչ քաշեմ ու գնամ նորից։ Լինում են պահեր, որ քիչ է մնում մարդ իր կոչումն ու պաշտքը մոռանա եւ գլուխն առնի թողնի հեռանա։ Անիմանալի այս խորքու ձևից, հանապազորյա կրքերի ձեռքից, հոգսերի բեռից, հանապազորյա թողնի հեռանա այս առու փախից, այս աներության տիրական վախից, խառնակ խոհերից, խանդ ու խաղերից, հրամաններից, հրավերներից, ներշնչում կոչվող կեզ գիշերային բայղուշ բվեճից, հորդորանքներից, հանդիմանանքից և մինչև անգամ իր դավանանքից, թողնի հեռանա իր տուն ու տեղից, հույս ու հուշերի պղտոր հեղեղից, երազանքներից դրոշակակիր և այն ամենից, որ իրար մերժելով կամաց գալիս գումարվում ու դառնում են կյանք, ու դառնում են բախտ ու ճակատագիր։ Լինում են պահեր, որ քիչ է մնում ամեն ինչ թողնեմ ու լուր հեռանամ։ Բայց քեզնից ինչպես և ուր հեռանամ, ամենազորեղ իմ անզորություն, իմ անտանելի բնավորություն։ Նեղվում եմ, խփում են կրծքիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, ներում եմ, նստում են գլխիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, առնում են ու ետ չեն տալիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, մեռնում եմ, երբ ուշ են գալիս, ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ Այս անտեր փողից բան չեմ հասկանում, երբ չեմ ունենում, քունս չի տանում, փող, բարի գալուստ, երբ ունենում եմ քունս չի տանում, փող, գնաս բարով,
հոգիս դուրս եկավ լավ քնողներին երանի տալով։ Նպատակս բեր չդառնամ երբեք։ Աչքս չդնեմ ուրիշի բերան, չդառնամ երբեք ավելորդ բերան, ոչ միջասված խոսքետս չտանեմ, հոգեպահուստի և դեղապետի վերջին խնձորն էլ առնեմ բաժանեմ, ու էր թողնելու էլ բան չունենամ, ու բան չունենամ հետս տանելու, խնդրեմ, որ մահս չեմ ուչում չանի, հենց որ շշնջամ համեցեք ինձ տար, թող գալ տանույն։ Ոչ կարգին քնել եմ աշխարում, ոչ կարգին աշտուն եմ մնացել, ոչ տուն եմ ունեցել մի կարգին, ոչ կարգին անտուն եմ մնացել, սրտիս պես վառվել եմ անկրակ, այրվելով տրվել եմ բոլորին, և սակայն սրտիս պես աշխարում բոլորից թաքուն եմ մնացել։ Սուսաննայի վառ ու պայծառ հիշատակին Աստված տա, որ մենք էլ այն ներդրումն ունենանք, որ մեզ գան հիշելու և մեծարելու։ Վառ պայծառ քո հիշատակին խոնարհում Սուսաննա։ Այսօր այստեղ դահլիճում կա մի հեռուստալրագրող, որն իր խոսքն է ուզում հղել Սուսաննայի հիշատակին։ Ես ուզում եմ նրան հրավիրել բեմահարթակ, հեռուստալրագրող բանաստեղծուհի Կարինե Ավագյան։ Եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է, կգամ։ Ինչ էլ լինի կգամ։ Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, միևնույն է, կգամ։ Ասաց ու եկավ Սուսաննա Գաբրելյանը, վկա այսօրվա մեր հավաքույթը, վկա այսօրվա նրա 70-ամյա հոբելյանը։ Նրա երկրպագունները իմ սերնդակիցներն էին, և ես այստեղ դահլիճում դարձյալ տեսնում եմ իմ սերնդակիցներին, ինձանից փոքրերին, ինձանից մի քիչ մեծերին։ Էլի գարուն կգա, կբացվի վարդը, սիրեկանը էլի յարին կմնա։ Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը, բլբուլի երգը էլի սարին կմնա։ Եկեք հավատանք, որ կմնա Սուսաննա Գաբրելյանի խոսքը, կմնա ու դեռ կփոխանցվի հաջորդ սերունդերին։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի Սուսաննա։ Կախարդական մի շղթա կա երկնքում, աներևույթ, որպես սիրտը խոր հոգում, իջնում է նա հուշիկ, որպես իրիկում, օղակելով լույս աստղերը մեկ-մեկում, մեղմ գիշերի գեղագանգուր երազում, այն աստղերը, որպես մոմեր սրբազան, արկայծում են կարոտագին երազում, հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարում, կարոտավար երազում ենք միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, աստղերի պես և հարազատ և օտար։ Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, գիշերի պես խորհրդավոր,
քո մեղավոր խորհրդավոր աչքերը մութ, որպես թոփիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, արբեցում է ոսկե մշուշ, մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ կկվող անգութ աչքերդ մութ, որպես գարնան իրիկնամուտ։ Ես ու դու էլ, շղթայված ենք իրարու, կանոտավար երազում ենք միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, աստղերի պես և հարազատ և օտար։ Իր կյանքում ոչ միայն արվեստում է փայլել, այլ նաև ընկերական շրջապատում, և դա հենց պատճառը, որ այստեղ այսօր դահլիճում հավաքված են նրա ընկերներից շատերը։ Ես հիմա ուզում եմ այստեղ բեմահարթակ հրավիրել մի մարդու, որը իրոք լավ ընկեր է եղել Սուսաննայի հետ, հեռուստալրագրող իմ գործընկեր Գարիկ Ղազարյանին, խնդրեմ, Գարիկ։ Ես ուզում եմ հիշել հեռավոր 1967 թվականը, երբ Լենինգրադից Երևան եկավ Սուսաննան, եկավ մեր ինստիտուտ, Բրյուսովի անվան ինստիտուտ, և այնտեղ ստեղծեց պոեզիայի թատրոն։ Հենց առաջի հանդիպումից շատ մտերմացանք Սուսաննայի հետ, շատ զարմանալի մարդ էր, մեծատառով և մարդ և մեծատառով արվեստագետ։ Շատ հաճախ փորձերից հետո հավաքվում էինք երբեմն մեկի տանը, երկար զրուցում, փիլիսոփայում, Սուսաննան շատ էր սիրում գինի ենք խմում, և այդ տարիներին էր, որ մի շատ գեղեցիկ զգացմունք արթնացավ նրա և մեր ինստիտուտի ուսանող Յուրայի միջև, և այդ գեղեցիկ սիրավեպը տվեց մեր սիրելի Մարիշին, եկեք ծափարենք Մարիշին։ Կան մարդիկ, որոնք միայն լույս են տալիս, Սուսաննան այդ մարդկանցից էր։ Շնորհավոր ծնունդդ, Սուսաննա։ Мерзнет девочка в автомате, прячет зябкое пальтецо, все в слезах и губной помаде перемазанное лицо. Дышат худенькие ладошки, пальцы льдышки, в ушах сережки. Ей обратно одной вдоль по улочке ледяной. Первый лед, ведь первый раз. Первый лед телефонных фраз. Мерзлый след на щеках блестит. Первый лед от людских обид. Поскользнешься, ведь первый раз. Бьет по радио поздний час. Эх, раз, еще много раз. Сидишь беременная, бледная, как ты переменилась, бедная. Сидишь, отдергиваешь платьице, и плачется тебе, и плачется. За что вас только бабы балуют, и губы падая дают, и выбегают за шлагбаум, и от вагонов отстают. Как ты бежала за вагонами, смотрела в полосы оконные, спешат почтовые, курьерские, хабаровские, люберецкие. И от Ашхабада до Москвы, остолбенев до немоты, стоят, как каменные бабы, луне подставив животы. И, поворачиваясь к свету в своем быту необжитом, как понимает их планета своим огромным животом.
Ես ուզում եմ այստեղ բեմարդակ հրավիրել մեր շատ սիրելի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին։ Այստեղ բոլորը շատ լավ հիշատակում են անիցյալ կոմունիզմի տարիները, սոցիալիզմի ժամանակ այնքան լավ բաներ կային, իսկապես ճիշտ են ասում, պոեզիա երեկոներ, իսկապես այդ մուղամներ չկային, իսկապես շատ-շատ, մի խոսքով շատ-շատ բարեր կային, եւ փառք Աստծո, որ Սուսաննան ապրում էր այդ ժամանակ, եթե այսօր Սուսաննան լիներ, նրա վերաբերմունքը այս ամեն ինչի նկատմամբ ինչպես կլիներ։ Շատ-շատերս հիասթափված ենք, շատ-շատերս ինչ-որ բաներից դժգոհ ենք։ Սուսանան դժգոհ չէր լինում, նա կպայքարեր, մենք պայքարում ենք խոսքերով, նա նորից կստեղծեր թատրոն, նա չէր հոգնի պոեզիա հրանցնելուց, նա չէր հոգնի, այս էներգիան եւ այս լավատեսությունը, որ կար նրա մեջ, ինձ միշտ հիացրել է։ Շատ էինք մենք հանդիպում։ Բոլորը կարծում են, որ մենք սիրահարներ ենք։ Այսօր երդվում եմ ոչ մի ուրիշ փոխհարաբերություն չեղե, բացի այն զուտ ընկերությունից։ Լավ, իսկապես ոնց որ տղեկը ոնց էր ընկերություն անում, այդտենց ես իր հետ ընկերություն անում, որտեղ նրա մեջ այն տղամարդը կար։ Մի անգամ եկավ Սունդուկյան թատրոն, ես գլխացավից մեռնում էի ուղղակի, անենց էր գլուխս ցավում, որ ասում էի հիմա կուշաթափվեմ։ Եկավ ինձ տեսավ, ասեց, ես ո՞նց ես դիմավորում։ Ասեցի, գլուխս մեռնում եմ, նենց ցավում։ Ասեց, արի։ Ես կարծեցի ինչ պետք է անի, ասկոֆեն, անալգին, մանալգին։ Ինձ բերեց, այսպես բռնաց ուղղակի, ես այնց կիշ ուշաթափ եմ, բերեց մոտեցրեց ծառի մոտ, պայուսակից հանեց մեծ տանակ, չէ, կացին չէ, դանակ, այդքան մի ծիծաղ, քերեց կեղևը, մի փոքր տեղ, ծառի վրա, ասեց, արի գրկի ծառը, այ աղջի, ինչ ծառ գրկել, գրկի ծառը ճակատը դեմ թուր բանին, ու հա, ասեց, նստի գետնին, ասի, արդեն մեռնում եմ, հանեց կոշիկներս, հանեց նասկիներս, ման, կանգնի գրկիս ես ծառը, մնասեց, և ինչ մի տարօրինակ բան զգացի, այսպես ինչ որ էներգիա շեց, իջավ գնաց մեջիցս, այն ներվային կծկում է, ներվային վիճակը որ ունեի բան, այսպես, և կամաց, այդ արդեն չեմ հիշում, այդ ինքնապատմում, կամաց սողացի ու ընկա գետին ուշաթափ, մենակ էլ եմ հիշում, որ ասեց, որն է, բայց իչներ հետարքիր վեր կացա, ինչ գլխացավ, ինչ բա, և աստիճանաբար այնպիսի մի էներգիա լծվեց մեջս, ասեց, այս է բժշկությունը, կարծում եմ Սուսաննան կապրի 100-200 տարիներ, քանի դեռ կա հայ ազգը, քանի դեռ կանք մենք, շնորհակալություն։ Կրունկ, հայոց մոխիրը կար քո թևերին, երբ չվեցիր, թրջված էր քո աչքը հայոց արցունքներից, երբ չվեցիր, ասիր, չեմ գայել Հայաստան, մահ է այնտեղ ավար, մեր երկրի պես ավեր բույնդ անտեր թողիր ու չվեցիր, ուր չվեցիր, հայոց վշտյան ծայր բանտից դու դուրս չեկար, ամեն ջրում, ամեն հողում վտարանդի հայի տեսար, ականջ դրիր մեկի հարցին, մեկին թողիր անպատասխան, և աշխարհում ինչպես նրանք քո բնի պես բույն չտեսար, ուր գնացիր, մոխիր դարձավ բույնդ նորից, թրար, եկար, 1000 հրի միջով անցար, 1000 սրից փրկված եկար, ասիր, թե մահ կա աշխարհում, լավ է մեռնեմ իմ հին բնում, աչքը թարած Արարատի սեկ կատարին թրար, եկար մեզ մոտ, քո թևերին պանդուխտների վիշտը բերիր, նրանց կարոտն հայրենիքի ու դարերի իղձը բերիր,
եկար, նորոգ բույնդ գտար, ու չվում ես ափեր նոտար, որ ժամ առաջ փրկես մահից ու օտարից քո ձագերին։ Գնա կռունկ, հայոց արտի ծիլ տար կանաչ պանդուխտներին, մի նշխարձյուն Արարատից, ջուր սևանա պանդուխտներին։ Ականջիտ մեջ մեր երգն ուրախ, աչքերիդ մեջ մեր լույսը նոր, մի բուռ հող տար, մահից փրկող սուրբ մանանա պանդուխտներին։ Գնա, շրջիր երկրե երկիր ու ետ դարձիր, բարով դառնաս, կանչիր բոլոր պանդուխտներին ու ետ դարձիր, բարով դառնաս։ Դարձիր այնպես, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ քեզ չսպասի, կռունկ ու ստիգուկաս, չասի ու չլացի, բարով դառնաս, բարով դառնաս, բարով դառնաս։ Երեք էր կարծես, երբ լեցուն դահլիճում շատերիս կողմից սիրված ասմունքող Սուսաննա Գաբրիելյանի 50-ամյա հոբելյանն էր նշվում, եւ այնքան էլ հեշտ չէ հավատալ, որ այդ օրվանից արդեն եկել ու ամբողջ 20 տարիներն են բոլորվել։ Անձամբ նա, իդեպ, երբեք չէր ընդունում տոները ամսաթվերի հետ կապելու իրողությունն ու սովորությունը։ Դեռևս պատանեկան իր օրագրի էջերից մեկում գրել էր, թե յուրաքանչյուր օրն է տոն, եթե քո հոգում քեզ իսկ լիացնող ուրախությունը կա։ Իր մայից մի քանի ամիս առաջ, երբ նստած նրա տանը առանց լույս, ջերմության եւ հացի պաշարի մնացող Հայաստանի խնդիրներն էին քննարկում, խոստովանել էր, ամենասարսափելին դա չէ բնավ, այլ այն, ինչ վաղուց է արդեն Աստվածաշնչում գրված եղել, հոգու սովը։ Տակավին անտիպ գրքիս Սուսաննա Գաբրիելյանի նվիրված ասմունքը իբրև արվեստ բաժնում գրի է առել իմ ներսում մեկ օր ծնված ու դեռ չիրականացված ցանկությունս, գեղեցիկ ծաղկեպուչ ձեռքիս մեջ այցելության գնալ ամենքիս գեղեցկության հրաշալի պահեր պարգևած արվեստի հայ նվիրյալին։ Ու գիտեմ, սիրելի Սուսաննա, գիտեմ, որ վաղ թե ուշ իրականացնելու եմ իմ նմանակով այդ ցանկությունը։ Մամուլի միջազգային ֆորումի փոխնախագահ Արթուր Ղուկասյան, Իսպանիա։ Ամեն մեկը ունի իր հուշը Սուսաննայից, որովհետև մենք բոլորս ամենատարբեր շրջաններում շփվելով հետը մշտապես ունեցել ենք նրա իսկապես մարդկային շատ առանձնահատուկ վերաբերմունքը, առանձնահատուկ նրանք, ովքեր շփվել են, բոլորդ շատ լավ գիտեք, չէ, որ մագնիսի նման աչքեր ուներ, հիշում եք այդ աչքերը, ես մինչև հիմա անընդհատ այդ աչքերի ազդեցության տակ եմ, մի փոքրիկ խոսք Սուսաննային, նրա աչքերին, թեք ընկած բարդի, ճչացող կռունկ, այդ դու ես, գիտես, շիկացած լեռ ես, բայց կողդ, ձյունոտ, այդ դու ես, գիտես, մոլորված արվակ, ափին ավելուկ, այդ դու ես, գիտես, կիսաքանդ խորան ու կանաչ մամուր, այդ դու ես, գիտես,
մի հին մագաղատ ու մի վառված մոմ, այդ դու ես, գիտես, մի բուտ քարանձավ, հայրեններ, տաղեր, այդ դու ես, գիտես, թոնրից ուխ ես, կավեսափոր ես, հացատան պատ ես ու վարդավառ ես, խոնավ աչկերով մի ամբողջ ազգ ես, ու այս բոլորը հենց դու ես, գիտես։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում։ Միանգամից ոչ մի կարպետ եւ ոչ մի գորգ չի պատրվում։ Միանգամից բերդ չի շնվում ու չի քանդվում միանգամից ջում չի գալիս եւ չի փչում անգամ քամին։ Միրգ չի ասնում միանգամից որ մնաց թե խելոքանան։ Զույգ չենք ասում միանգամից որ մնաց թե երեքանան։ Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջերի կարիք, ոչ այսօրն է անցյալ դառնում, ոչ էլ վաղն է դառնում գալիք։ Այս ամենը ճիշտ է հարկավ հենց այսպես է ինչպես որ կա։ Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ մի անգամ հարցնեին ինձ, թե ես ինչ եմ գերադասում, ինչ եմ ուզում ու երազում, ես կասեի, ինչ լինում է, թող որ լինի միանգամից։ Եվ ինձ լսելով կարող են ասել, գժվել է, ինչ է։ Ես էլ կասեմ այո, գժվել եմ։ Ինչու՞ չի գժվել։ Իսկ գժվելով չեն սիրում ու ատում։ Իսկ գժվելու չէ փայտը ճարճատում։ Առանց գժվելու չկա շահած մարդ, առանց գժվելու չեն ծնի նոր մարդ։ Մինչև չգժվի ջուրը չի եռա։ Կեղև չի պատրի հատիկը նռան։ Ծառերն են փտտում, գժված են անշուշտ։ Երկիրն է պտտում, գժված է անշուշտ։ Սերմերը մինչև կարգին չգժվեն, բերք չեն դառնալու։ Թաթերը մինչև կարգին չգժվեն, ձեռք չեն դառնալու։ Բառերն էլ մինչև կարգին չգժվեն, երկ չեն դառնալու։ Ախ, ուր էր թե ես միշտ գիշ լինեի։ Եվս մի ասմունքող, որը 10 տարի ծանոթ է եղել Սուսաննա Գաբրելյանի հետ, մինչև վերջին օրերը նրա հետ ելույթ է ունեցել բազմիցս բեմերում։ Ծովինար Մարգարյան։ Ես նրա կարիքը շատ եմ զգում։ Ես շատ եմ կարոտում նրան։ Շատ եմ նրա բացակայությունը զգում։ Մի կենսական հոգևոր դաշտ էր, ապրեցնող։ Ես նրա կողքին ինձ մարդ էի զգում։ Այս բանաստեղծությունը Համուսայանի հետաքրքիր պատմություն ուներ։ Նոր էի սովորել եւ բեմից կարդացի, Սուսոն լսեց եւ ասեց. «Քեզ պետք է տանեմ Համուսահակիչի մոտ, դու կարդաս ինքը լսի»։ Խենթանալու օր էր, դա հեքիաթ էր, դա հրաշք էր այդ օրը։ Ես Համուսահակիչը, Սուսաննա Գաբրելյան եւ Մելանիա Աբովյան։ Բայց երբ կարդացի այս բանաստեղծությունը, ասեց. «Շատ քաղաքական ես դարձրել, զգուշ ինձ վնաս չտաս»։ Բարձրահարկերի պատշգամբներից ուրիշ տեսակի շներ են հաչում։ Այդ շներն ուրիշ տեսակ են հաչում, ուրիշ տեսակ են հաչում։ Բախտավոր աստղի տակ ծնված շներ են դրանք։ Ոչ բուք են տեսել, ոչ բախտի հեգնանք, ոչ պահպանել են գույքը տնային, ոչ մաքրությունը տան եւ ոչ էլ օրենքն են սերտել շնային նախնական լեզվի շարահյուսության։ Ծնվել են անհոգ մեծացել, ոչ իրենց բախտի գինն են իմացել, ոչ էլ իմաստ է իրենց հաֆաֆի։ Թե Բողար պապը գտներ մի հնար հավիտենական քնից արթնանար,
նրանց հաչոցից գլուխ չեր հանի, հաչում են կարծես գործ է կռկռում, բայց ինչ արած շնկոչում են կրում և պիտի հաչեն ըստ կոչման պարտքի շների վրա փողոցու բակի և չեն արցնում ժամ ու ժամանակ, հաչում են նրանք, հաչում և մինչև անգամ ծիծեռնակների վրա են հաչում, խելոք տնարար ծիծեռնակների, որ շենքերից շենք շեղակի թրջում, կերն են վաստակում իրեն ձակերի, բայց ծիծեռնակը ծիծեռնակ է միշտ, ծիծեռնակները թրջում են գնում և այդ շան որդիներին շան տեղ չեն դնում։ Ասում են յուրաքանչյուր մարդ շանս ունի երջանիկ լինելու, երբ նա մտնում է իր հուշերի աշխարհը։ Այո, մեծ երջանկություն է հիշել այն ամենը, ինչ այսօր ապրում է մեր հոգու մեջ, որպես մի հեռու մի ղողանջ։ Եվ ես հիմա կուզենամ նվագել մի ստեղծագործություն, որ կոչվում է գարնանային հանդիպում։
Իմ բոլոր ծափարությունների եւ այս երեկոյի բոլոր ծափարությունների մասը անդադ ուզում եմ ուղղորդել Սուսաննա Գաբրելյանի անվանը։
ես տեսնում եմ իմ համակուրսեցուն Սամվելին Բաղինյան դերասան, որը նույնպես ցանկություն է հայտնել մի երկու խոսք ասել Սուսաննայի մասին։ Ասմունքը դա արտասանել չէ, արտասանող կա եւ ասմունք կա։ Այնպես ինչպես դեր ասան կա, դեր կատարող կա, դեր խաղացող կա եւ կա իսկական թատրոնի արտիստ, կեցես, արտիստ, կա կինո, կա սերիալ, որը դե ինչ ասեմ ձեզ, այս որակների տարբերությունը կա։ Ահա այս տեսակետից Սուսաննա Գաբրելյանը չնայած ոչ իր տարիքային առումով երիտասարդ էր ավելի, նա կարծես Սուրեն Քոչարյանի իմ կարծիքով բնական շարունակողն էր, լայն առումով, իր մասշտաբով, իր ունեցած գործերով, որովհետև Չարենց եւ Սուսաննա Գաբրելյան նամատուցում էր այդպես, իր մով էր անցկացնում, Սևակ Սուսաննա Գաբրելյան, Համոսահյան Սուսաննա Գաբրելյան, Ալիսա Կիրակոսյան, եւ ամեն անգամ այդ Սուսաննա Գաբրելյանը տարբեր էր, սա է կարևորը, յուրաքանչյուր հեղինակ եւ հեղինակն էր եւ ինքն էր փոխում, նա շաբլոններին դեմ էր, նա շաբլոնից դուրս էր, հիշատակն մեր հրաշալի, մեր մեծ այս բառերը պետք է ասվի, ասմունքողի այսօր թատերական ինստիտուտում թե որտեղ պետք է ուսումնասիրեն Սուրեն Քոչարյանի զապիսները, հատվածները ոնց որ մենք Փափազյան ենք լսում ժամանակին, հատուկ գնում ենք ռադիո Փափազյանի այդ հատվածները լսում ու բոշնում, եւ Խորեն Աբրահամյանի եւ Սուսաննա Գաբրելյանի ասմունքը որպես դասագրքային պիտի, որտեղ այսօր կան կենթանի ապրող ասմունքողներ, որոնք ավելի հին են, քան այսօր կենթանի հնչող, այս զապիսով հնչող Սուսաննա Գաբրելյանը։ Մի փոքրիկ բանաստեղծություն նրա վառ հիշատակին։ Օրը մտնեց, ժամն է արդեն իրիկնահացի, տխրությունս կամաց փոխվում է լացի, իջնում էին խոնար խոհուն դեզերի ուսին, մի կատնահունց երկնակամար, մի ծերատ լուսին, մեկը մեկից ամաչելով եւ զուսպ եւ ավակ, նստում էին մերոնք կարգով կրծեր ու ավակ, նստում էին եւ սպասում մինչև պապը գար, մինչև բակում ծաղիկ եզան զանգը ծլնգար, պապը գալիս սուպրի գլխին նստում էր շուքով, եւ լցվում էր տունը դաշտի բույր ու շշուկով, իսկ երբ տատս ձերքն էր առնում շերեփը իր հին, գթալները բնազդաբար աղմկում էին, թանապուրի տակ գոլորշին գերանին առնում, եւ սյուննի վար գլոր ուլունք էր դառնում, վայելում էր տակ թանապուր լավաշ ու սամիտ, աշխատավոր մի գերդաստան, պարզ ու միամիտ, հիմի այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չկա, ես եմ միայն, լոգ իբրև հուշ ու իբրև վկա, օրը մտնեց, ժամն է արդեն իրիկնահացի, տխրությունս կամաց փոխվում է լացի։ Իսկ այժմ ես ուզում եմ այստեղ բեմարդակ հրավիրել Սուսաննայի եւս մի շատ լավ ընկերոջը, մեր շատ սիրելի դերասաններից մեկին, Ռուդոլֆ Ղևոնդյանին։ Սուսաննայի մասին կարելի ասել, որ մեր հայ բեմարվեստում մեծագույն պրոգրեսներից մեկը եւ լավագույններից մեկը դա եղավ Սուսաննա Գաբրելյանը, ինչի համար։ Ժողովուրդ, մի մոռացեք, որ առաջին մեկ դերասանի թատրոնը կայացրեց Սուսաննա Գաբրելյանը։ Կուզեք ասենք ասմունք, կուզեք ասենք պատարակ, ամենասիրունը Սուսաննային սազում էր գժուկ։ Գժուկ։ Ուրա Մարիշա, ժողովուրդ, ես շատ եմ ուզում անպայման այսօր ծափահարենք այս մեր դստրիկին, մեր աղջնակին, երբեք չեմ մտածել, որ Մարիշոկի անունը Մարիամ է։ Միշտ Մարիշ ենք իմացել, միշտ գրքներիս է եղել, Մարիշոկը կարողացավ Սուսաննա Գաբրելյանի ժողովուրդ 70-ամյակը տոնի, նշի։ Հեշտ գործ, հա։
Գիշերվա կեսին կես շիշ արաղը թևի տակ ինքը լավ հենվել է դրանը։ Գիտես ինչ մտածեցի, որ ես իմ մամայիս ավելի շատ կսիրեմ, քան թե դու քուգդ։ Ասի ինչ անեմ, որ չեմ անում։ Հեմի կսեմ, եկավնես ես են լուսոն ուր է, եսար։ Մե հացու պանիր պեր, բերեց հացու պանիր դրեց, ես արաղը լծրեց իր համար պան, ասեց հենց կսեմ, տրի-չտիրի կսկսես, ասեց տրի-չտիրի, ես էլ երկեցի, մորս պիտակ, մազերը, կտրեց սրտիս թելերը, իման նման սիրուն մամա, 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 իման նման սիրուն մամա, իմաս խոսքը քեզ համար և բոլոր մայրերի համար իմ աննման չքնաղ մամա, 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 իման նման չքնաղ մամա։ Իմ ընկերները իմացան, որ ես գալիս եմ Սուսոյի 70-ամյակին, ինձ տվեցին 70 տարվա կոնյակ։ Երբեք կանանց չեն հարցնում, քանի տարեկան ես։ Կանանց միայն մեծարում են, ու անսահման, դա չափ չպիտուն ունա, ես դրան եմ միայն կողմնակից, ու ես ուզում եմ խմեմ Սուսանի ծննդյան տարեդարձը շնորհավորեմ և այն ինչ մենախոսություն ես նվիրել եմ մորս, կուզեմ ձոնեմ նաև Սուսանին Մարիշոկի կողմից, իմ ու Մարիշոկի կողմից ասում եմ, երազումս մոտ ես գալիս, համբուրում ես ու հարց տալիս, ասում ես ինձ չես մոռացել, այսքան ժամանակի անցել, որդին մորը չի մոռանում, որդու համար մայր չի մեռնում, մայրը միշտ անմահ է մնում, մինչև որդին մոտն է գնում, տեսնես հիմա ինչ ես անում, ինչ ես տեսնես մտաբերում, քո հուշերի գիրկն ես ընկել, թե մտքիդ մեջ տուն ես եկել, արի, քո շուրջը հավաքվենք, աչքերիդ փայլով զմայլվենք, վայելենք քո անուր ձայնը, մի գնա էլ մնատանը, մամ, քո տեսքին եմ կարոտել, մամ, քեզ համար եմ աղոթել, անհնար է առանց քեզ, մամ, ես ոնց անեմ, գամ, թե մնամ, Եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է, կգամ, ինչ է լինի կգամ, ուր է լինեմ, կգամ, եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, վերջին հույսդ քամին առած տարած լինի, առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ մենության մեջ լացող երգիդ վրա, եթե մինչև անգամ քո հավատի հանդեպ մեղ կարած լինես և համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, եթե մինչև անգամ ինձ վտարած լինես վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, միևնույն է, կգամ, ինչ էլ լինի կգամ, և կճչաս հանգարց տարօրինակ ցավից, կգամ, գլուխ գլխի ու ձեռք ձեռքի կտանք, լաց կլինենք մեռած մեղքիդ վրա, եթե մինչև անգամ 1000 սարի ետև, 1000 կապով կապված, խաչով խաչված լինեմ, տքնած, տանջված լինեմ, միևնույն է կգամ, ինչ է լինի կգամ, չկանչես էլ կգամ, և կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ, անակնկալ դարձի սիրողությամբ, քո տան ու քո հոգու տարողությամբ, երազներիդ, կյանքիդ տևողությամբ, կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ, և հավատի ժպիտ, տառապանքից մաշված, արտասուքից խաշված դեմքիդ վրա, եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, միևնույն է կգամ, ուր է լինեմ կգամ, ետնի տակից կգամ, մի հեռավոր անհայտ մոլորակից կգամ, կգամ ու թափ կտամ հարդագողի փոշին շնքիդ վրա։ Ինչպես տեսնում եք, Սուսանան կատարեց իր խոստումը, նա եկավ և նա դեռ գալու է միշտ, տարիներ, դարեր շարունակ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք բոլորդ այսօր եկաք։ Շատ շնորհակալ եմ